Տիկին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, հարցս ձեզ եմ ուղղում։ Լինելով գլխավոր դատախազ, կրելով գեներալի ուսադիրները, կրում եք նաև ամենամեծ պատասխանատվությունը Հայաստանում։ Դուք հանդիսանում եք սահմանադրության և օրենքի գլխավոր պաշտպանը և պետք է հետևեք, որ բոլոր օրենքի օրինախախտ անձինք կամ կազմակերպությունները կրեն պատիժը օրենքը խախտելու համար։ Ինչ պատիժ դուք կսահմանեիք անձի համար, որը լինելով վարչապետի օգնական, միջամտում էր դատական համակարգի և իր անկախության խթանելով։ Ինչ պատիժ կսահմանեիք դուք այն մարդուն, ով որ նամակագրությունով ստիպում էր դատավորներին այս կամ այն որոշում ընդունել։ Ինչ պատիժ դուք կսահմանեիք այն անձի համար, որը քաղաքական կամ ֆինանսական կամ անձնական դրդապատճառներից ելնելով, խախտելով սահմանադրությունը և օրենքը, որոշում էր և կայացնում էր այդ որոշումները։ Ինչ պատիժ դուք կընտրեիք այն մարդու համար, ով որ անմեղ մարդկանց նստեցնում էր բանտ։ Ինչ պատիժ դուք կընդունեիք այն դատախազի համար, որը ձերբակալությունը ընկալում էր որպես քաղաքական ճնշումների գործիք և օգտագործում էր դա աջ ու ձախ։ Իսկ հիմա նայեք հայելու մեջ ու հասկացեք ձեզ ինչ է սպասում։ Հասկացեք ինչ աչքերով եք դուք նայելու ապագա սերունդներին։ Դուք շատ էիք ուզում, որ ձեզ մոռանային։ Ես ուզում եմ, որ ինձ մոռանան։ Ինչի՞։ Որպեսզի կերպարից չկառչեն և իմ հետ չկապեն բաներ, որոնք ինձ բնորոշ չեն եղել։ Հույս չունենաք, ձեզ չեն մոռանա։ Ձեզ կհիշեն ու անընդհատ կհիշացնեն ձեր խայտառակ պաշտոնավարման տարիները։